Հիմա Կլստիվին տալիս է Վրաստան ԵՄ հարաբերությունների մասին եւ ինչա մեջբերում։ Եվրամիությունը ընդլայնման նոր փուլին պատրաստ չէ։ Իմեդի հերոստանգերության եթերում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորաշվիլին։ Վրացական դիվանագիտության ղեկավարի խոսքով ԵՄ պատրաստ չէ նոր ընդարձակմանը եւ փորձում է դրա փոխարեն ընդարձակման պատրանք ստեղծել։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը երեք երեկոյան հեռարձակված հարցազրույցում խստորեն քննադատել է նաեւ Եվրախորհրդարանի կողմից հունիսի 17-ին ընդունված բանաձևը։ Դրանով եվրոպացի օրենսդիրները կոչ էին արել ԵՄ ղեկավար մարմիններին անհատական պատժամիջոցներ կիրառել վրացական երազանք կուսակցության առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի եւ մի շարք այլ վրաց պաշտոնյաների նկատմամբ։ Ուրեմն ֆունտիկներին թվում է, որ իրանք կարան անեն ինչ ուզում են, լկտի պահեն իրաց, մտնեն Պուտինի հաստաղիքը, դուզ գան տենց եւ այլն, պատերազմի ժամանակ ընտրությունների ժամանակ Զելենսկիով սեփական բնակչությանը վախացնեն ու Եվրամիությունը պետքա իրանց ընդունի։ Բայց ամենահետաքրքիրը հետեւյալն է. Քլս TV-ին տալիս է Մակա Բոճորաշվիլին, Ազատություն ռադիոկայանը կոչված, եւ չի տալիս Անտոնիո Կոշտային, որը 3 շարաչորը G7-ի շրջանակում մարդը ասեց, որ Եվրամիությունը ընդլայնվում է եւ մենք արագացնում ենք Արևմտյան Բալկանների, Մոլդովայի եւ Ուկրաինայի ընդունման process-ը։ Քլստիվին պետքա ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, ինչպես երևում է, որ Եվրամիությունը պատրաստ չի ընդլայնման։ Ինչ ասա, իհարկե, սա ռուսական նարատիվ է, որտեղ Բիձինան էլ է ռուսական նարատիվ իր էությամբ, հասկանում եք։ Բայց հիմա քանի որ Բիձինային հասկանում են, որ խնդրեմ կա, ինչ որ մի բան է, ինչի կարող է պատահի, կարող է տենց Պուտինը ոնց որ արդեն լավ չի, տենց իրանք ուզում են, ոնց որ փոշմանելն ուզում են հետ գնան Եվրամիության անդամակցությանը, իսկ իրանք ասում են ռուսական նավի տեղը, սրանք որոշել են Բոճորաշվիլի տալ, չգիտես ինչի, բայց չտալ Անտոնիո Կոշտա, որը Եվրամիության ամենաբարձր պաշտոնյանը։ Դե հիերարխիայով նայենք։ Հիմա ուրեմն բայց այս ամեն ինչը կարար, ես ասում իրանք վստահաբար, ես ասում եմ, նաև ներքին տեղեկություն ունեմ, ԿՊ-ականները տարիներ շարունակ սպասում են Թրամփից առաջ դեռ իրանց մոտ, ասենք, ասում են Թրամփը գալու է Պուտինի հետ պայմանավորի, ոչ կարող է դե Պուտինը չի պարտվելու եւ այլն, այս տրամաբանության սպասում են, որ պայմանավորվի։ Եվ հենց այդ հաշվարկով են սրանք գրել բալանսավորման քաղաքականությունը, դուք հասկանում եք։ Սրանք այդ հաշվարկով են, այդ հույսով են աբրվում, կներեք այս արտահայտությունս համար։ Բայց Մոսկվան բարվում է։ Ակամայից հիշում եմ այն Սոլովյովի մոտ աշխատող են մի տականք հայկական ազգանով Գասպարյան կա, որը հոխորտում էր, թե պետքա խոլոդոմոր անել, ոչ թե գոլոդոմոր, հիմա էլ ուրեմն ուկրաինացիներին, որ Ուկրաինայի Կիևում պետքա մեծ ծակ անել, որ դա գյուղաքաղաք չի ընդհանրապես Կիևը եւ այլն, եւ այսպես շարունակ լկտի խոսում էր, մենք հələ դեռ չենք սկսել, ասենք, չգիտեմ, մենք չգիտեմ, մեր ֆանտազիային դուք չեք պատկերացնում ինչ է, ասում հիմա այդ ոչնչությունը, ասենք ինքը չի պատկերացնում, անգամ մեր ֆանտազիան իր այդ կապված է, ասենք, էլի, ասենք, չգիտեմ, իրան պետքա տեղակ բալ, չգիտեմ, այս հատվածը անգամ ռուսերեն ասեմ, թե չէ, որ инքը մարդ էս կարող է իրան տես փոխանցեն, Армен Гаспарян, ты говорил про Киев, там, что вы собираетесь сделать про вашу фантазию. Ты представляешь сейчас про нашу фантазию, про тебя и про то, что творится? В общем, մի խոսքը Ժորժյան, այդ ոչնչությունը, ուրեմն, եւ հիմա այսօր ես նայում եմ Մոսկվան վառվում է, պանիկա է, բոլորը տենց բանի մեջ են, անգամ անհատ մարդիկ ուկրաինացիներին գրել են, ուկրաինացի եղբայրներ եկեք հաշտվենք, դարապես ծիծաղալու էր եւ այլն։ Իսկ ինչի է Զելենսկին սենց անում։ Նախ դուք գիտեք, որ ուրեմն Կիևի Պեչորյան, այսպես ասում եմ, Լավրա է կոչվում այնտեղ, բայց Մայրա վանքը կարծեմ կոչվում, այսպես ամենահայտնի երկրորդ վանքն է, իրանց պատմության, հա, ուղղափառ եկեղեցու եւ այլն, հարվածեցին լկտիաբար եւ ըստ էության ուրեմն քրիստոնյա արժեքներով ապրող ռուսները իբր թե եւ այլն, եւ արդեն երկրորդ անգամ իրար հետևից Մոսկվայում, նախ գիտեք, այդ MPZ-ն արդեն երկրորդ անգամ ավարվում։ Հեսա ես կասեմ նաև ինչ այսօր վնասվե եւ Մոսկվայում ամբողջությամբ ես միշտ ասում եմ ռուսները մինչեւ Մոսկվայում չզգան հետևանքները եւ Ուկրաինան սկսել է ուրեմն հետաքրքիր արդեն հրթիռ դրոնների ոչ միայն սովորական դրոններ այլ հրթիռ դրոններով են հարձակվել Մոսկվայի վրա եւ այնտեղ ծուխու կրակա
ուրեմն PVO-ն հազիվ էր հասցնում եւ ուրեմն բազմաթիվ դրոններ կարողացան սողոսկել, չկարողացան խփել, բոլորին չկարողացան վնասազերծել, չնայած ամենաուժեղ PVO-ն հակաօթային պաշտպանությունը պետքա որ լիներ Մոսկվայում ըստ էության։ Հիմա ինչա կատարվում։ Բացատրեմ, այս ամեն ինչը նաև ուժեղացավ G7-ից հետո, ես երկու ինֆորմացիա տամ, արդեն դուք ձեր համար պատկերացումը կազմեք ինչա կատարվել։ Ուրեմն Եվրոպայի պետությունները իդեպս բանը, էս էլա քլաստիվին տվել շատ տխուր է իրանց վիճակը։ Եվրոպայի պետություններն իրենց գործողությունները կառուցում են ելնելով այն կեղծ թեզից, թե իրավիճակը ռազմաճակատում փոխվում է հօգուտ Ուկրաինայի։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը։ Ես իր այսօրվա դեմքն եմ ուզում տեսնեմ։ Եվրոպացիներն ակնհայտորեն պնդում են, որ պատերազմը հարկավոր է շարունակել, նշել է Ուշակովը Ռուսաստանի պետական հեռուստաընկերության եթերում։ Հիմա ինչա տեղի ունեցել։ Սրանք վատ են, սրանք սպասում են երբ Իրանը պրծնելու, Տրամպին համոզեն եւ այլն, բայց տեղի ունեցավ հետեւյալը։ Իրավիճակը փոխվում է ռազմաճակատում, ուրեմն գրեթե չեն կարողանում ոչ մի բան գրավել, կարծես թե ռազմաճակատը այս տարի ուկրաինացիները այլ շատ տարած գրավեցին, քան ռուսները։ Ռազմաճակատը հիմա կանգնած է, ռուսների զոհերը գնալով շատանում է, ուկրաինական հարվածները ռուսական թիկունքին ու տնտեսությանը մի 3-4 անգամ ավելի էֆեկտիվ են դարձել նոր տեխնոլոգիաների շնորհիվ։ Ռուսաստանում բենզին չկա, բոլորդ այդ կադրերը տեսնում եք, տալոններով են տալիս բենզինը, կտրոններով է եւ խայտարակ վիճակը, արդեն Մոսկվայում է հասել եւ Սանկտ Պետերբուրգում այդ խնդրը։ Եւ հիմա ռուսները հեսա ասեմ հարվածել են նաեւ ուրեմն NMPZ-ին, որը 40% բենզինն է ապավում Մոսկվայի շրջանը։ Հիմա ԱՄՆ եւ G7-ի երկրները Ուկրաինայում կսկսեն հերահար հրթիռների եւ հոբ համակարգերի արտադրություն։ Սենսացիոն համաձայնագիրը թույլ կտա Ուկրաինայում արտոնագրով ծավալել արևմտյան զենքի արտադրություն, գրում է Le Parisien-ը։ Կիևի համար սա նշանակում է ոչ թե պարզապես նոր մատակարարումներ, այլ անցում սեփական լայնամասշտաբ ռազմական արդյունաբերությանը, որն աշխատում է արևմտյան տեխնոլոգիաներով։ Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ G7-ի գործընկերները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող ռազմական եւ ֆինանսական օգնությունը, ինչպես նաև կուժեղացնեն ճնշումը Մոսկվայի վրա։ Նրա խոսքով Թրամփի իշխանության վերադառնալուց հետո առաջին անգամ Արևմուտքին հաջողվել է միասնական դիրքորոշում մշակել անվտանգության առանցքային հարցերի շուրջ։ Ուրեմն ասեմ ձեզ, Թրամփը օգնություն է խնդրել Հորմուզի նեղուցի հարցով, մենք դա կհասկանանք ինչի։ Եվրոպացիները ասել են օգնել Ուկրաինայի հարցով։ Կարծես թե կա համաձայնություն, բայց ինչու՞ մնաց այդտեղ կարևորագույնը։ Հիմա տենց կան ռուսը մնում էլի գնում են իբր թե ընդդիմադիր են դարձել, ուրեմն հիմա ասում են դե այդ երկար կտևի, գիտեք հենա Գերմանիան նորա լեսինզաներ ստացել պետրիոտների արտադրության Լեհաստանին էլ են տվել, ուրեմն Ուկրաինայում գիտեք ինչքան երկար կտևի դա արտադրելը եւ այլն, Ժորժիան Ուկրաինան հիմա իր սեփական բալիստիկ հրթիռները արտադրում, իր սեփական հակաօթային պաշտպանության հրթիռներն արտադրում։ Այնտեղ արդեն բազան կա, ինչի վրա կարելի է դնելու արագ արտադրել։ Այսինքն այդ կարելի է կազմակերպել բավականին լուրջ, բավականին արագ։ Զելենսկին շատ արագ է դա կարողանում կազմակերպել եւ այն ռուսամոլիկներին ու ռուսամերիկներին ասում շատ չողջևորվեք են ձեր իբր թե ռուս ընդդիմադիրները որ տենց հույս են տալիս իրանց որ տենց էդի ուշալեն չէ դա ուշ չի լինելու երիկա քաղաքական կամք եւ դա շատ արագ կլինի բայց արդեն առանց դրա էլ Ուկրաինան բալիստիկ հրթիռները արտադրում ուկրաինացիները կանգնած չեն իրանք միևնույնն է հասկանում են որ կարող է ոչ Եվրոպայի օգնություն լինի ոչ Ամերիկայի եւ իրանք սեր են սեփական հոբ հրթիռները արտադրել եւ պատկերացնում եք եթե տարվա վերջ եւ հա ընդ որում սեպտեմբերից արդեն բալիստիկը պատրաստ կլինի ուկրաինական որքան ես հասկանում եմ եւ Մոսկվայի համար ավելի հետաքրքիր օրեր են սպասվում ավելին ասեմ տնտեսական վիճակը ովքեր որ հետևում են գիտեն որ այնտեղ արդեն պանիկա է մի խայտարակ վիճակ է մեր Մարաթ Հակոբյանը այդ ամեն ինչը շատ ավելի լավ բացատրում ես խորհուրդ եմ տալիս իր եթերներին հետևեք եւ կտեսնեք որ ինքը այդ ամեն ինչը շատ ավելի մանրամասն պատմում է հիմա անօթաչու թռչող սարքերի գիշերային գրոհը Մոսկվայի տարածաշրջանի վրա վերջին շրջանում ամենաարդյունավետներից մեկն էր ըստ ռուսական իշխանությունների տվյալների ռուսական Էլեկտրաստալում ԱԹՍ-ի բեկորները վնասել են մասնավոր տուն, տուժել է մի կին։ Մերձ մոսկովյան բեկորների ընկնելուց հետո հրդեհվել է Բելայա Դաչա առևտրի կենտրոնի տանիքը։ Ժուկովսկիում դրոնը հարվածել է բազմաբանականային շենքի, Լյուբերցիում վնասվել են ֆիթնես կենտրոնի վարչությունաբերական գոտում գտնվող օբյեկտ, Չեխովի շրջանում դրոնը ոչնչացրել է ամառանոցային տուն եւ տնտեսական շինություններ, իսկ այս հաղորդագրությունների արանքում ինչ որտեղ շարունակվում են արվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Բնականաբար ուկրաինացիները հարվածում են, այս ռուսները տենց ուզում են ներկայացնել, որ բան, այո, դրոնը կարող է շեղվի,
կարող է եւ այլն, բայց իրականում հարվածները գրում են, ես անգամ կադր տեսա ոնց են հարվածում կադրերը կանի դեպ Telegram-յան ալիքում է կանի Չիբուխչյան լայվ բաժանորդագրվեք, ոնց է հարվածից այդ նավթավայրաշրջման գործարանից այդ մեծ բաներ կան, չէ՞, այսպես բոճկեքի նման այսպես երկաթի, որտեղ որ հասկանում նավթն է պահում, sense բենզինը կամ չգիտեմ, այդ process-ը գնում է, sense այդ գլխի մասը, վերևի մասը թռնում է օդ հարյուրավոր մետրներ հարվածներից, ուրեմն բնականաբար մենք արդեն հեսա ընթացքում կհասկանանք կոնկրետ ուրեմն էլ ինչա տուժ է եւ ինչ կոնկրետ օբյեկտներ են վնասվել, բայց կարծում եմ Մարատը իր եթերում է կասի մանրամասն կոնկրետ ինչա վնասվել, ինչ չի վնասվել, բայց կոնկրետ այն որ երկրորդ անգամը հարված գնում արդեն մի քանի օրվա մեջ ես ենթադրում եմ որ Մոսկվայում շուտով ընդհանրապես բենզին չի լինելու այս տեմպերով եւ բնականաբար ոռնոցը սկսվելու է մի ոչ թե համհարային տրանսպորտնա խնդրեմ դառնալու համ մեքենա մենք հայրենակիցներից զգուշացնում էինք հետաքրքիր լինելու ասում էինք հիմա հատկապես հետևորդներ ունենք լավ Մոսկվայից իդեպ գաղափարակից խորհուրդ ենք տալի ասում ենք ինչա պետք անեն Ժորժ ջան հաշվի առեք process-ը գնում է ամերի խորանում է դրա համար ձեր անելիքը տեսեք ովքեր որ Պուտինին չեն սատարում ձեր ճարը տեսեք ուրեմն սա Մոսկվայի մասով